Քանի որ ամանորը չենք նշելու մեր տանը ու նշելու ենք Արմանի հայրական տանը, այսինքն իրենց գյուղում, մենք որոշեցինք ամսի 30-ը մի քիչ շուտ սկսել, որ հասցնենք ամսի 31-ին գնալ գյուղ ու բավականին երկար հանգստանալ։ Ես պետք է մի քանի հետազոտություն անցնեի այսօր։ Ես միանգամից գնացի հիվանդանոց, որ ամենաառաջինը կատարեմ բոլոր հետազոտությունները, հետո անցնեմ մնացած խառը գործերին։ Քանի որ ինձնից արյուն էին վերցրել, իմ ամենաառաջին կարևոր գործը գնել ինչ-որ շոկոլադ ուտել, իսկ իմ համար ամենահամով շոկոլադը իհարկե Kinder-ի շոկոլադներն են։ Քանի որ լավ մաքուր էր դրսում, որոշեցի մի քիչ այգում քայլել, հետո նոր գնալ City մի քանի առևտուր անելու։ Իմ հարազատներին նվերներ գնելիս մի քանի բան դեռ չէի հասցրել գնել։ Դրանք էլ գնեցի ու եկա տուն։ Իսկ տանը ինձ նոր անակնկալ էր սպասում, քանի որ մեր շատ լավ ընկերներից մեկը իմանալով, որ ես գրքեր կարդալ շատ եմ սիրում, ինձ գիրքեր նվեր ուղարկել, իսկ հետո անցա տան գործերին։ Որոշեցի իմ ոնց որ ասում են ուբորկան անեմ, որ հետ գամ գյուղից, արդեն էստեղ գործ չունենամ անելու, միայն դիմավորեմ իմ հյուրերին ու նշեմ 2026 թվականը։ Ու կապ չունի, որ մենք ամանորը էստեղ չենք դիմավորելու, ես ամանորյա սեղան կպատրաստեմ, որ երբ վերադառնանք տուն, տանը տոնական տրամադրություն լինի, քանի որ ես նոր տարին շատ եմ սիրում։ Ու արդեն հիմա կսկսեմ գեղեցիկ սեղանը դասավորել։ Իսկ սեղանին թե ինչ կդնեմ, դա կտեսնեք հաջորդ վիդեոյում։ Հիմա պետք է դասավորեմ բոլոր նվերները, առանձնացնեմ, որպեսզի հասկանամ, թե որ նվերներն եմ հետս տանելու Արմանի հայրական տուն ու որոնք եմ տանելու իմ ծնողների տուն։ Ու բացի դրանից հունվարի 1-ին իմ պապայի ծնունդն է, ու ես շատ ուրախ եմ, որ այդ օրը ես անպայման իրանց հետ էլ կնշեմ ամանորը ու իրանց կտեսնեմ։ Մի խոսքով բոլոր գործերը արեցի վերջացրի ու արդեն բերեցի բոլոր ափսեներն ու դիզայնի պարագաները, որոնցով պետք է իմ ամանորյա սեղանը զարդարեմ։ Բայց քանի որ հիմա ես շատ շուտ եմ հոգնում, հիմա ինձ ընդմիջում ա պետք։ Իսկ ընդմիջման համար լավագույն բանը մտերիմ ընկերուհիներից գոնե մեկի հետ սուրճ խմելն ա։ Իհարկե շատ կուզեի, որ բոլոր մտերիմ ընկերուհիները ինձ հետ այսօր լինեին, բայց դա այդքան էլ հնարավոր չի, որովհետև Գոգան մինչև գիշերվա ժամը 12-ը պետք է աշխատի։ Կներես Գոգա ջան։ Մի խոսքով մենք գնանք սուրճ խմենք, իսկ դուք սպասեք հաջորդ վիդեոին, որտեղ ցույց կտամ իմ ամանորյա սեղանը։